Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը կարծես դժվարությամբ է հաշտվում ինչպես պաշտոնազրկման, այնպես էլ թիմից աստիճանաբար առանձնացվելու հանգամանքի հետ։ Ժողովուրդ օրաթերթի ՔՓ-ական աղբյուրները փոխանցում են, որ մինչև արձակուրդ մեկնելը Սիմոնյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել իրեն աշխատանքի տեղավորել կառավարությունում։ Ըստ այդմ նա ցանկություն է հայտնել նշանակվել փոխվարչապետ կամ Միացյալ Թագավորությունում Լոնդոնում Հայաստանի դեսպան, սակայն Ժողովուրդ օրաթերթի կառավարության մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը կտրուկ մերժել է այդ առաջարկները եւ Ալեն Սիմոնյանին հորդորել է գնալ արձակուրդ ու հանգստանալ։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հուլիսի կեսերից գտնվում է արտերկրում եւ մինչեւ օրս չի վերադարձել Հայաստան։ Գուցե Սիմոնյանը հույս ունի, որ օգոստոսի կեսերին Հայաստան վերադառնալուց հետո կկարողանա վարչապետից որևէ պաշտոնական առաջարկ ստանալ։ Սակայն կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանը խիստ դժգոհ է Ալեն Սիմոնյանի վերջին շրջանի վարքագծից եւ նրա հետ կապված մի շարք դրվագներից, ինչի հետևանքով մոտ ապագայում նրան որևէ պաշտոն նշանակելու հարց օրակարգում չկա։